Բարելույս սիրելի հետևորդներ ջան, մտանք ապրիլ ամսվա մեջ և այսօր ծիծաղի օրն է, այդ առիթով բոլորիդ շնորհավորում եմ և լիքը ժպիտներ եմ փոխանցում, միշտ ժպտացեք սիրելի հետևորդներ ջան, եթե նույնիսկ ժպտալու առիթ չլինի, կարելի է նայել ծաղիկներին և ժպտալ, ծաղկել է իմ գեղեցկուհի Լիլիան և եկեք նայենք ու ժպտանք, այստեղ կարծես թե 2 հատ է, այո, առաջի անգամ է ծաղկում, դեռևս երեկվանից սկսել է նշաններ ցույց տալ, շատ սիրուն է, շատ էի սպասել այսօրվան և հիմա ժպտում եմ, ասեմ որ ունի նաև երկրորդ ծաղիկը, որը նոր է բարձրանում և այդքան էլ տեսանելի չէ դեռևս, ինչ կասեք, եթե էլի ժպիտ բերեմ ձեզ, գնացինք, իսկ այստեղ հակինքներն են շարվել իրենց սիրուն թմբլիկ կոկոմներով, սպիտակ հակինքն է սիրելիներս, շատերդ արդեն գիտեք, քանի որ շուտ եք միացել ինձ և շատ բան գիտեք իմ մասին, իմ ծաղիկների մասին, մի քանի օրից մեզ կստիպեն ավելի լավ ժպտալ, գիտեք չէ, ժպիտը լինում է մի քանի տեսակ, ժպտում ենք աչքերով ու այդպես կարող եք գրել, թե դուք ինչպես եք ժպտում, աչքերով եք ժպտում, թե ուրիշ ձևերով, այստեղ փխրեցնում եմ հողը, արդեն ավարտեցի և տեսնում եմ, որ ջրելու կարիք չկա, քանի որ հողը խոնավ է, էլի գնանք ժպտալու, այստեղ դեղցենին է ծաղկել, սիրելի հետևորդներ ջան, և արդեն մի քանի օր է ես նայում եմ այս հրաշքին և ժպտում եմ, դե իմ այգու սոխակի երգն էլ անպակաս է, չգիտեմ ինչ թռչուններ են, բայց ես իրենց սոխակ եմ անվանում, քանի որ շատ սիրուն են երգում, իսկ հիմա քայլ առ քայլ մոտենամ այս իրական հրաշքին և միասին վայելենք, շատ նուրբ է, թերթիկները, կառուցվածքը, գրավիչ գույնը, իրական հրաշք, սիրելի հետևորդներ ջան, քանի որ առավոտյան ժամերն են, մեղուները դեռ չեն հավաքվել, գիտեք, որ ես չունեմ, բայց ուրիշ տեղերից այս հոտն առնում են ու գալիս են լցվում, այնքան շատ են լցվում, այնքան սիրուն ալում այդ պահը, եթե եղանակը չփոխվի, կփորձեմ այդ պահն էլ ֆիքսել ձեր համար, գնանք առաջ, չէ, այստեղ քանի որ Սիմուլյան արևկող է անում ու գիտեմ, որ նույնպես ժպիտ է պարգևում ձեզ, մի քանի րոպեով Սիմուլյայի հետ անցկացնենք, ջան, ոնց է արևի շողկերով հայելում, Սիմուլյա, հուսամ արդեն գարունը հունի մեջ է մտել, Իսա պոչկի հետ կխաղամ, Սիմուլյա, շատ երկար եմ պահպանվում, թե դեղինը, թե սպիտակը, և շուրջ բոլոր ժպիտ են փոխանցում, Նարսիսների վրա այդքան էլ ձյուն եկավ, բայց էլի տեսեք, թե ինչքան սիրուն են, և շարունակենք, մոտենում ենք արդեն այս մի հրաշքին, սիրելի հետևորդներ ջան,
Այստեղ սև հաղարժն է ծաղկել, առատորեն։ Եվ կարծես, թե այստեղ մեղուները հավաքվում են արդեն, քանի որ իրենց բզզոցը լավ գալիս է։ Ջան։ Առատ ծաղիկներ և առատ բերք կունենանք։ Իդեպ ասեմ, շատ լավ է բուրում, ամենաթանկարժեք օծանելիքից էլ առավել է բուրում։ Որոշները բացվել են, որոշները նոր պետք է բացվեն։ Այստեղ էլ տանձենին է, հարսիկի շոր հագել կարծես։ Եվ ամբողջությամբ սպիտակ ծաղիկները փորթամորեն բացվել են։ Մինչև վերջին կոկոնը բացվել է։ Այսպես։ Դանդաղ վայելենք այս հրաշքը։ Քանի որ հրաշքները շատ քիչ են լինում մեր կյանքում, պետք է պահը բաց չթողնել։ Բաց չմոտենանք։ Յուրահատուկ։ Ընդհանրապես, երբ որ սիրուն բան ենք տեսնում, երբեմն էլ լուր վայելում ենք։ Եվ արդեն ժամանակն է շտապեմ աշխատանքի, որից հետո կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Սիմիչկա, մնում ես մոտը սիմիչկա։ Սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից եկել եմ տուն, արդեն նախապատրաստվում եմ ես ամեն ինչին, լույսը վառել եմ, բայց մի հատ էլ վարակույրը հետ քաշեմ, լուսավորությունը ապահովելու համար եւ ասեմ, որ այդ պայծառ արևից հետո վարար անձրև եկա, որն էլ ամբողջը կարծես թե իմ համար էր պահած ու իմ վրա եկավ։ Այստեղ նախապատրաստություններ եմ տեսել, որ շատ չգնամ գամ, քանի որ գիտեք, ամաններից պահարանը մյուս սենյակում է, բայց էշան ինչ եմ վրաս պահել, ես էլ չգիտեմ, ուրեմն դեռ հագուստս էլ չեմ փոխել, թացա, այստեղ աթոռ կա, կկախեմ եւ շատ եմ սիրում, որ խոհանոցում նստում եմ այս կողմի վրա նայում, քանի որ հատկապես դեղցենիս ա ծաղկել ու ժակետս միշտ այստեղ եմ թողնում, այս փափուկ ժակետս կգցեմ ուսերիս, եւ մի հատ կոֆե կփեմ, իրար հետ մի բաժակ կոֆե խմենք, հետո ասեմ ինչ եղավ, որ այս օրերին ձեզ չեմ միացել ու էդ էլ հերիք չի, առանց Ստաթև եմ միացել, սիրելի հետևորդներ ջան, դե քանի որ ժպտում եմ, ուրեմն ամեն ինչ մեր մոտ լավ է, մենք լավ ենք, հիմա մանրամասը կպատմեմ, սիրելի հետևորդներ ջան, բայց նախ եւ առաջ հայցում եմ ձեր ներողամտությունը, քանի որ մեղքը իմը չէ, բայց ամեն դեպքում ձեզ էլ ինձ հետ սպասողական վիճակում էի պահել, այս կողմը միացնեմ, քանի որ մյուս կողմն էլ ուզում եմ բան տաքացնեմ, այստեղ աքլորի միս կա, իրա բուլյոնով, դա էլ տաքացնեմ եւ պատմեմ, թե ինչ եղավ եւ ինչպես եղավ, որ ոչ թե իմ խոստացած ձևով եղավ, այլ այս ձևով եղավ։ Նորից ես եկա միայնակ։ Սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ձեր կոֆեն դրեք, որ իրար հետ մի բաժակ դառը կոֆե խմենք, կամ էլ թեյ, քանի որ ցուրտ է, հասցրել եմ պեչը վառել, Սիմանեն ջան եղադրել լավ գիտի, տաքի հոտն արել եմ, ուզում ա գնամ պեչի մոտ, ոտքիս էլ գալիս աստեղ, գալիս անդեղ, բայց ոնց որ հասկացա, որ ես երկար եմ մնալու, գնում ա, դե գնա Սիմիչկա, գնա տաքացի, սիրելի հետևորդներ ջան, բա չեք ասում ինչի է, մեզ ծույպելու ջազվով իմ կոֆեն էփում, Էն որ ասում ա կոտրած տաշտակի հույսն ընկա, հիմա իմն էր, սիրելի հետևորդներ ջան, փաստորեն մի փոքր ոնց ասած, ոչ թե մի փոքր լավ էլ, ոչ իմ մեղքով եղավ, այլ
Հեսա այստեղ եմ դրել իմ են սիրելի ջազվան, քանի որ կոտրվեց ու չկարողացա փրկել եւ ամբողջ պատմությունը այս կոտրված ջազվայի մեջ է։ Սիրելիներս, այս հենց երկու մասի ա բաժանվել։ Ահա, այս էլ իրա պոչը, ուրեմն մի հետևորդուհի ունեմ, երբ որ ես նոր էի գնել, գրառումներում ինձ գրել էր, որ ես էլ ունեի, բայց մի օր պոչը ձեռքիս մնաց եւ ինձ հետ էլ այդպես պատահեց, պոչը մնաց ձեռքիս, դե ոչինչ։ Հիմա սա էլի աչքից հեռու կանեմ, այս մեղադրյալի, ահա, ամբողջ մեղքը դրանն էր։ Ու հիմա ասեմ, թե ինչ կապ ունի ջազվա կոտրելը, տաթերին ձեզ ցույց տալը, որ էլի մենակ եմ միացել, սիրելի հետևորդներ ջան, անցած վլոգիս մեջ, եթե հիշում եք, ասել էի, չէ, որ մի համով բան էլ պատրաստեմ, որ տաթևը գալիս ա, աքլոր էի մորթել, երկու հատ աքլոր էի մորթել, ահա, այստեղ տաքանան իսը հանեմ, որ հետո բուլյոնով ինչ-որ մի քիչ ջրով, այս իրա բուլյոնով հենց, առանց որևէ ջուր ավելացնելու, մի համով ճաշ եփեմ իմ համար, քանի որ գիտեք, միշտ էլ ասել եմ, որ ավելի շատ ճաշերի սիրահար եմ, քան թե 4 սնունդ ուտելու։ Ինչևէ, սիրելիներս, մտքերս մի քիչ խառնա, քանի որ երբ որ անձրևի տակ այդպես արագ-արագ գալիս էի ու ընդհանրապես մանավանդ, երբ որ աշխատանք արդեն վերջանում է, ուտուն ենք գալի, հիմա էլ ուզում ենք մեր ուղեղին տրամադրել, արդեն փոխվել դեպի այլ ուղղությունով, այլ ձևով մտածել, գործողություններ կատարել, ու սենց մի բան կա, չէ, ընդհանրապես ասվում է, որ տան բանը չի կարելի տանել գործի վայր, աշխատանքի վայր, նույն ձևով էլ աշխատավայրի ամեն ինչը չի կարելի իր հետ բերել տուն, յուրաքանչյուր մարդ։ Հիմա մի քիչ այդ վիճակներն է, սիրելի հետևորդներ ջան, համել ոնց ասած մի քիչ էլ մեղքերի թողության պահա եւ չգիտեմ որտեղից սկսեմ, որ մասից սկսեմ, որ ամեն բան իր հունով գնա, ճիշտ առավոտ այդքան խաղաղ ձևով սկսեցի զրույցս ձեր հետ, քանի որ գիտեք էլի չեմ սիրում, որ տեսախցիկը միացնեմ ու ասեմ վայ, բա գիտեք, վայ սենց, վայ նենց, աստված ճանի, աստված հեռու տանի, վատ բանը, սիրելիներս, փառք Աստծո, այս ամեն ինչի պահով, որ չեմ կարողացել, ոնց որ պետք էր արվի, տաթևը երևա կադրում, տաթևը վլոգ պատրաստի ձեր համար, մի խոսքով, հեսա կոֆեն լցնեմ ու պատմեմ, թե չէ, արդեն ոնց ասած մի քիչ աչքս ա վախել, հլա մի հատ այս նորմալնի ձևով բերեմ լցնեմ, հետո արդեն մի քիչ հանգիստ շունչ քաշեմ, հագուստս այդքան էլ չէր թրջվել, քանի որ այդ վերքներ վրա ստայ ամբողջ ջուրը քաշել, զոնցիկ չվերցրի, թենց հա չէ, այդքան լավ եղանակ էր ու բոլորիս հետ էլ պատահում ա, որ զոնցիկը դարակից վերցնում ենք, սենց ձերքներս պահում ենք մի հատ, ասում ենք հմ, մի հատ էսու ենք ում ենք նայում, երկինք ենք նայում, հաչուձախ ենք նայում, հետո ասում ենք դե լավ, անձրև չկա, անձրև չի գալի, մեկ էլ հոп, գիժ մարդը, ոնց թե անձրև չկա, հետո ասա, որ չկա, այնես թափով անձրև եկավ, ամպգորալով, մի խոսքով մեր մոտ կանանային անձրևերը սկսվել քիչ առաջ, հիմա դադարել ա, եւ ամպի գոռոցներով, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուրեմն, սիրելիներս, արդեն պատմեմ, թե ոնց եղավ, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, այդպես պատրաստվում էի, աքլորը, երկու աքլոր էի մորթել, մաքրել, ձեզ էի միացել, որոշ կարճ մասերով կադրեր էի այդպես ստեղծել, այն ոնց ասած ամեն ինչից մի քիչ, հետո արդեն եմ պահնել, որ աքլորները պատրաստ ա, այստեղ դրված ա ու մնում ա, որ դնեմ եռալու ու հենց այս կաթսայի մեջ, ջուր էի լցրել արդեն, այստեղ էր, որ պիտի ընդամենը աքլորը վերցնեմ, դնեմ ջրի մեջ ու եռացնեմ, բայց ասի, սենց ինքս ինձ
Հա մի հատ կոֆե չխմեմ, նստեմ, հանգստանամ, մի հատ էլ հեռախոսը ձեռքս վեր ունեմ, հնազանգեմ տենամ երեխես ուր ա հասել, հա։ Ու այդ պահին արդեն դե կոֆեն էփեցի այդ սպիտակ իմ սիրելի սրճեփով եւ պատահեց այն ինչ պատահեց, ոչ մնաց ձեռքիս, համ սուրճը թափվեց, համ էլ հեռախոսս ընկավ ուղիղ այդ կացայի ջրի մեջ, ակլորների ջրի մեջ։ Հիմա մի հատ խորշունչ եմ քաշում, մի կում կոֆե եմ խմում եւ հանգիստ պատմում եմ այդ ընթացքը, քանի որ ինձ համար շատ ահավոր էր այդ պահերը։ Հիմա ժպտում եմ, ծիծաղում եմ, սիրելի հետևորդներ ջան, բայց վրես վիճակ չկար, չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց այդ պահին։ Ջան, միթե թևել ցրտել ա, հետո դե որ թրջվածել եկա, դրա համար պեչը վառեցի, որ այստեղ կամ ձեր հետ մի բաժակ կոֆե խմեմ, պատմեմ ինչ եղավ, հետո մի փոքր կհանգստանամ ու արդեն տեսնեմ ինչպես շարունակություն կտամ, նորից վլոգ կստեղծեմ եւ մինչեւ Տաթևի հաջորդ գալուն կսպասենք, մինչեւ զրույցս բուն այդ պահերը սկսելը պատկերացնում եք, համ չեմ ուզում ասել, համ էլ առանց ասել էլի չի լինի, ինչևէ, էլ այլևս չեմ ասելու, որ բա գիտեք, Տաթևը գալիս ա, սպասում եմ, մեջս կպահեմ այդպես համբերատար, որ անտեղի տեղը ձեզ էլ սպասողական վիճակի մեջ չգցեմ, չգիտեմ, տեսնենք ինչպես կստացվի, երբեմն երբ որ ինչ-որ մի բան որոշում ենք կայացնում, թեկուզ եւ հիմա այսպես եմ ասում, որ չեմ ասելու, բայց մարդկությունը այն բանն է, այն արարածն է, որ ոնց ասած լեզվի տակ ոսկոր չկա, հատկապես երբ որ մեր ուրախությանն է վերաբերվում, անպայման ուզում ենք, որ սրտի թրթիրով արտահայտվենք, էլի, չգիտեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, ինչքան էլ որ չեմ ուզում այդ իմ խառնված վիճակը պատմել, բայց պիտի պատմեմ, որովհետև ես գրեթե վստահ եմ, որ բոլորիդ հետ էլ նման պահեր պատահած կլինի, երբ որ մի ձեռքով ինչ-որ մի բան եք անում, հետո պատահաբար վայր անկնում, մի ձեռքին էլ հեռախոսն է, ու այդ ամենը իրար է խառնվում, հա, հիմա էլի մի հատ կումել վայել եմ ու սկսեմ այդ պահը հնարավորինս նկարագրել, հետո երբ որ սկսեցի վերհիշել, սկսում էի ծիծաղել, երկու օրեր էկրանը չէր բացում, սիրելի հետևորդներ ջան, սևացել էր եւ հույսս կորցրել էի, քանի որ իմ այս վլոգները բոլորը իմ հեռախոսով եմ անում։ Հիմա այդ ամեն ինչը նենց էր իրար խառնվել, պահի տակ, երբ որ այդ ամենը կատարվեց, սիրելիներս, հեռախոսը ձեռքիս էր, կոֆեն լցնում էի, այսպես թե մեր շարժումները, մեր կանացի շարժումները հատկապես, գիտեք, երբ որ շտապում ենք սենց, այս կոմ ենք, չեմ ես գցում այդ պահներ, ու երբ որ ուզում էի լցնեմ արդեն, բաժակը այստեղ էր, թեքեցի որ լցնեմ եւ պոչը ձեռքիս մնաց, դե քանի որ հեռախոսն էլ ձեռքիս էր, մինչեւ որ ուզում էի հասցնեմ հեռախոսը դնեմ սեղանին, որ ջազվան երևի ինչ-որ մի կերպ փրկեմ, բայց փաստորեն ոչ մեկը չփրկեցի, ջազվան ընկավ կոտրվեց, հեռախոսն էլ թռավ ուղիղ ջրի մեջ, են որ ասում ա ձեռքես թռավ, ջուրն ընկավ, հիշում եք այդ երգը հենց տարիներ առաջ այդպիսի լավ, համոհոտով երկար, որ բոլորս էլ սիրում էինք, հիմա փորձեմ մի երկու տող հիշեմ, քանի որ երբեմն մեր սիրելի երգերը մի գործանելու ընթացքում մեր քթի տակ մռմռալով երգում ենք, չէ, այն ոնց էր, հա, հանաներ, հանաներ, հանաներ ջան, ձեռքես թռավ, ջուրն ընկավ, մնացած բառերը այս պահին չեմ հիշում, ընդհանրապես բոլորս էլ եւի մենակ այդ պահերն ենք հիշում, ուրեմն սիրելիներս, իմ հեռախոսը ձեռքես թռավ ընկավ կացայի ջրի մեջ,
Եվ այդպիսով այդ ամեն ինչի մեջ ընկա սկսեցի անհանգստանալ, դե կայծակնյային արագությունով առաջին հերթին հեռախոսս հանեցի այս վիճակներ, որ մի ձեռքով ուզում եմ հեռախոսը ջրից հանեմ, մի ձեռքով ուզում եմ ջազվան պահեմ, ու այդ ընթացքում էլ չասեմ, որ սուրճն էլ թափեցի, այստեղ արդեն հնարավորինս հետքերը մաքրել եմ, բայց արի ուտեց, որ սուրճի բաժակը չկոտրվեց, միայն թեքվել ու թափվել, այդ վիճակներ առաջացել մոտս սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա ինչի սուրճից բաժակը մի կողմ դրեցի, երևի նորից այդ տրամադրության տակ ընկա, հեռու եմ դրել, որ հանկարծ այս շարժումներն անելիս էլի իմ սուրճը հանկարծ ձեռքս չկպնի ու թափվի, այդպես սիրելիներս, եւ եմ չկարողացա ոչ մի վլոգ նկարահանել, միայն նկարել էի այդ աքլոր մորթելու, մաքրելու եւ այլն, էլի իմ ձևերով դե գիտեք, ամեն ինչից մի քիչ, պատարիկ, որ մեծամասնությունը վլոգի մեջ ներգրավի Տաթևի ներկայությունը, բայց թե ոչինչ, սիրելիներս, այն ոնց ասած, էլի կգագարում, էլի ծաղիկը կբացվի, ուրեմն ես որ այդքան խառը վիճակի մեջ էի ընկել, ու մի տեսակ ամբողջ մարմնով դողում էի, համ ջղայնանալուց, համ անհանգստանալուց, ամեն ինչ իրար էր խառնվել մի խոսքով, եւ իմ Տաթևը կատակներով ինձ կարեկցում էր, հանգստացնում էր, մի խոսքով, դա էլ մոռացա եւ եկեք այս պահն էլ մոռանանք միասին եւ շարունակենք մեր առօրյան, սիրելի հետևորդներ ջան, այդ սեությունը կորավ եւ արդեն իսկ ստուգել եմ, ամեն բան նորմալ է, հեռախոսի մեջ խնդիրներ չի առաջացել, եւ այստեղ կարելի ասել բախտավոր աստղտակ էի ծնվել, որ վերականգնվեց իմ հեռախոսը եւ առիթ չեղավ, որ հիմա էլ վազացնեմ, տանեմ քաղաքներ եւ տեսնեմ ով կբուժեր իմ թրջված, շատ ջուր խմած, լողացած հեռախոսը։ Այդպես, դե սուրճս փայել եմ եւ շարունակություն տամ, սիրելի հետևորդներ ջան։ Այսպես, ես էստեղ նստած իմ կոֆեն վայելեցի, վերջացրի, սիրելի հետևորդներ ջան, եւ հիմա անցնեմ աքլորի բուլյոնին, տեսնենք էստեղ ինչ կա, քանի որ արդեն սենյակը գորորշիով լցվել է եւ արդեն իսկ եռում է, այս մի հատ անջատեմ, շատ եմ սիրում, երբ որ միսը լավ տաք ա լինում, հատկապես աքլորի կամ հավի ինչ տարբերություն, ու քանի որ ինչ ճաշ որ պիտի եփեմ, չեմ ուզում այդտեղ միս լինի, այլ ուզում եմ այսպես վայելել, դրա համար հիմա մի քանի կտոր միս կա, դրանք հանեմ ամբողջը, հետո առանձին սոխերած կանեմ ու այս բուլյոնով մի թեթև ճաշ կեփեմ, կարտոֆիլով ու բրնձով, սովորական թեթև ապուր, որն էլ ինձ համար շատ հաճելի է լինում, Այստեղ նաև են տոտիկներն են, որ արդեն սիմլչկայի բաժինն է, ճիշտ է շատ համով, սիրողներ շատ կան, ես նույնպես սիրում եմ, բայց սրանք արդեն իմ սիմուլիայի բաժինն են, երկու աքլորի տոտիկները, 4 տոտիկը շատ լավ է, իրեն կհերիքի, այս ընթացքում էլի է ստուգել, բայց իմ սրտով չեր տաքացել, հիմա սածածկեմ, քանի որ մի փոքր հետո եմ սկսելու ճաշեփելու ընթացքը եւ սա այս ափսեի մեջ, այսպես արդեն իսկ ձեռքով, այստեղ թևիկն է, մեջքը եւ վիզը, այստեղ բուդն է մնացել, այստեղ էլի մեջքն է, մեջքին լավ հատված է իր այն ամենահամով տեղի հետ, գիտեք չէ որն է, հավի տուտուզիկը, սիրողներ շատ կան, ես նույնպես շատ սիրում եմ, և սա էլ երբ որ կհովանա արդեն սիմչկան կվայելի այս սիրուն մեր աքլորի տոտոխները, սա այստեղ,
Սիրելի հետևորդներ ջան, այս ընթացքում ճիշտ է պեչը վառել էի, մի քիչ ցրտոտ է, նույնիսկ արդեն գոլորշին երբ որ պատուհանի վրա հավաքվում է, ուրեմն դրսում ցուրտ է։ Դա սարսափելի ցուրտ չէ, քանի որ դրսում արդեն ծառերը ծաղկում են, բայց երբ որ թրջվում ենք արդեն մի տեսակ մրսում ենք, չէ, ուզում ենք անդադ տաքուկ անկյուն լինի, ես գնամ այդ իմ տաքուկ անկյունում այս համովությունը վայելեմ, նաև ասեմ, որ շատ եմ սիրում, երբ որ հատկապես հավի, աքլորի միսը, այսպես առանձին եփված եմ վայելում և տնական հավը իհարկե, ոչ պետական, այսպես ասած, խանութների և այս տարբերակով վայելելը համը նմանվում է մատաղի մսին, քանի որ սրան մատաղ չենք ասում, այս տիպի եփվածին, այլ ասում ենք տապլա, երբ որ աքլոր ենք մորթում, ասում ենք տապլա ենք անում, հա, իդեպ ասեմ, մի հատ սիրուն աքլորը սպասում եմ, որ տանեմ Սուրբ Սարգիս մատուր և այնտեղ տապլա անեմ, մի տաքուկոր կգնամ և ձեզ էլ ինձ հետ կտանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, դե ինչ ես գնամ վայելելու, իդեպ ասեմ, որ մազերս այս ընթացքում արդեն իսկ հասցրեց չորանալ, ավակել եմ այսպես, պոչիկ եմ արել, այս կտրելուց հետո, որ մի քիչ կարճացավ էլի, այդպես առանձնակի չուզեցի նորից ինչ-որ սանրվածք տալ, այլ ուղղակի թեթև պոչիկ եմ արել, մազերս էլ բնականից գանգրություն ունի, դրա համար էլ այս տեսքն ունեմ այսօր։ Սիրելի հետևորդներ ջան, հետ եմ եկել, որ մի բաժակ էլ տաք բուլյոնի այդ համովությունը տանեմ վայելեմ, դա էլ է լավ տաքացնում և իհարկե շատ օգտակար է, հատկապես տնական հավի բուլյոնը, իմ այս բմբուլիկներով սիրուն բաժակի մեջ։ Այսպես լցնեմ։ Ապա սիրողներ կա, գրեք ինձ, սիրելիներս, ենքան յողոտ է, ես իմ համար կարելի ասել ընթրիկ կդարնա, թեպետև ճաշնել եմ եփելու, այսպես, զգուշորեն, չեմ էլ սիրում, որ շերեփը մեջն է մնում, այս էլ հանեմ, հարմար լինելու դեպքում նաև իմ եփած ճաշը ցույց կտամ վերջում, սիրելի հետևորդներ ջան, և հիմա ավարտին հասցնեմ իմ վլոգը, և այստեղ, քանի որ այսօր ապրիլի 1-ն է, և վերջին տարիներին է, չէ, որ արդեն ասվում է ծիծաղի օր, կատակի օր, հումորի օր, բայց այդ ամենին հակառակ առաջվա տարիներին, սովետական միության տարիներին, ապրիլի 1 ասոցացվում էր սուտ խաբելու օրվա հետ, միմյանց խաբում էինք այդպես, չարաճճի բաներ էինք անում, ապա վերհիշենք այդ լավ տարիները, սիրելիներս, այն ոնց էինք, չէ, կարողանում հավատացնել մեր ստերով, Սիրելի հետևորդներ ջան, չեք պատկերացնի, այս ընթացքում լույսերը տարան ու ես խոսքս կիսատ թողեցի, որ տեսնեմ արդյոք լիցքավորումը լավն է, կարող եմ արդյոք շարունակել, թե դադարեցնեմ, սպասեմ մինչև լույսերը կտան և բախտս բերեց, շատ շուտ տվեցին, անկեղծ եմ ասում, սուտ չեմ ասում, հա, և եկեք հիմա հիշենք այդ տարիների ամենահայտնի ստերից, որ գրեթե բոլորս էլ հավատում էինք, օրինակ, շորդ պատրվել է, շորիդ վրա թել կա, շորիդ վրա մազ կա, կամ էլ, վայ, ինչ աստեղըտ, ու հենց որ գլուխը կրասնում էին, քիդիկ նամուր բռնում էինք ու ես կոմենքով էինք տանում, ու այդպես մի լավ ուրախանում էինք, դե սիրելի հետևորդներ ջան, եկեք նմանատիպ քաղցր ստերով ուրախացնենք մեկս մյուսին, մեր հարազատներին, մեր ծանոթ մարդկանց, մեր ընտանիքի անդամներին և իհարկե նաև չմոռանանք հայտնի թագավորին, ով հայտարարել էր, ով մի այնպիսի սուտ ասի, որ ես հավատամ, ապա թագավորությանս կեսը կտամ իրեն, դե գնացինք, այնպիսի մի սուտ ասենք, որ մենք էլ թագավորություն ժառանգենք։